արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը եւ մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու եւ բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետեւյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն եւ ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները եւ կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Պարոն վարչապետ, նաև ուզում եմ վերջում մի դիտարկում անել, որ այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացված ապրանքների վրա եւ քանի որ կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կիլոգրամ կեռաս, 64,900 կիլոգրամ ծիրան եւ այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին եւ ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Շնորհակալություն։